Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կամ Առնո Բաբաջանյան համերգասրահի մշակութային իրադարձություններին մենք բազմիցս անդրադարձել ենք։ Ֆիլհարմոնիայի բովանդակությունը վերջին տարիներին ավելի արդիական ու ժամանակակից է դարձել, բաց է արվեստի ու մշակութային էքսպերիմենտալ, այսպես փորձարարական ձևաչափերի համար։ Մենք այսօր խոսելու ենք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մշակութային ռազմավարության ու ծրագրերի մասին, իսկ իմ հյուրերը ֆիլհարմոնիայի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյանն է եւ Perfect Legacy Metal խմբի համահիմնադիր վոկալիստ Էմիլ Խոսրովյանը։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Եթե փորձենք համեմատել ֆիլհարմոնիայի գործունեությունը անցյալում եւ հիմա, մենք ինչ կտեսնենք, հետաքրքիր է, ինչ է փոխվել ձեր կարծիքով, Լուսինե։ Կարծում եմ ռադիկալ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարիներին, ինչպես դուք նշեցիք, արդիականացվել եւ նոր շունչ է ստացել։ Ես վերջերս եմ միացել թիմին եւ հենց այս փուլում մենք հենց մշակութային ռազմավարության, մշակման, մասնավորապես բրենդային, ավելի մի փոքր ուզում ենք բրենդային, այո, բրենդային թարմացումներ ենք ուզում անել, որպեսզի վիզուալ կոմունիկացիան եւս համապատասխանի այն ամենին, ինչ որ կատարվում է շենքի ներսում, եւ ունենք բազմապիսի հետաքրքիր նախագծեր։ Կարելի ասել, ֆիլհարմոնիայի երաժշտական գունապնակը շատ լայն է, սկսած ռոքից։ Գիտեմ, որ այնտեղ նաև փառատոններ են անցնում, հա, ինչ որ ժամանակակից արվեստի փառատոններ հատկապես։ Փառատոններ, այո, պարբերաբար լինում են, գուցե ոչ շատ հաճախ, բայց տարբեր ձևաչափերով լինում են։ Լինում են հիմնականում դե մեր ուղղվածությունը երաժշտական է, երաժշտական տարբեր ժանրերի նախագծեր, բայց ունեն մենք նաև ցուցահանդեսներ, շուտով Էմիլը նաև կներկայացնի իր ցուցահանդեսի մանրամասները, որը տեղի ունենալու այս ամսվա վերջին։ Ունեցանք ապրիլ ամսին եւս շատ հետաքրքիր ապրող պաստառ ցուցադրությունը, որը ոչ միայն պաստառների ցուցադրություններ, այլև շատ հետաքրքիր անիմացիոն լուծումներով, երաժշտական մոտեցմամբ անգամ ունենք պարային ժամանակակից պարի փոքր ներկայացում բացման օրը, եւ այդ ամենը հատկանշական է, որ ամբողջությամբ բացի թերևս պարային բեմադրությունից ֆիլհարմոնիայի ներքին ռեսուրսներով էր, այսինքն անիմացիան արվել էր մեր աշխատակցի ջանքերով, մեր անիմատորի ձայնային մեր հնչյունային օպերատորը եւս շատ հետաքրքիր ձայնադրում էր արել եւ ամբողջական sense համալիր մի հետաքրքիր ցուցադրություն ունեցանք, որը 2 շաբաթ մեր հանդիսատեսի դատին էր ներկայացված։ Շատ լավ, ոչ հաճախ է հանդիպում, որ ասենք համենայն դեպս ես չգիտեի, որ ֆիլհարմոնիայի դահլիճում նաև ռոքի համերգներ են այսպես լինում, առավել եւս մետալ խմբեր են այնտեղ արդեն այսպես հաստատվել։ Կուզեի մի փոքր ձեր մասին պատմեիք, Էմիլ, այդքան հաճախ չի լինում, որ մենք մետալ խումբ հրավիրենք եւ զրուցենք, առիթից օգտվենք եւ շատ հետաքրքիր է թե ինչով է ձեզ գրավում հատկապես ֆիլհարմոնիայի դահլիճը։ Գիտենք, որ տարիներ առաջ այսպես ռոք համերգները ավելի շատ տեխնիկային թատրոնի բեմում էին լինում, եթե լինում էին, այո, հիմա էլ են լինում, բայց ասենք ֆիլհարմոնիան դա շատ ավելի կլասիկ, ավանդական, այսպես ժանրերի համերգներ էին, չէ՞, այնտեղ լինում։ Դե նայեք, խնդիրը գիտեք ինչի մեջ է։ Խնդիրը նրա մեջ է, որ դասական հասկացությունը ինքը բավական լայն է։ Ինչ որ մի ժամանակ դասական էին համարում Մոցարտին, հետո ինչ որ մի ժամանակ դասական էին համարում Մոցարտին ու Էլվիսին, դասական են համարում Մոցարտին, Էլվիսին ու Pink Floyd-ին, Michael Jackson-ին, ու այդ դասական հասկացությունը տենց էլ ոչ մեկ չհասկացավ թե որն է։ Եթե մենք վերցնում ենք 4 կլասիկ երաժշտությունը, որը եղել է 16-րդ, 17-րդ դարում, դե լավ, տենց չի լինի, էլի, պետքա մի քիչ առաջ նայել, պետքա մի քիչ երիտասարդությանը հնարավորություն տալ հաստատվելու կամ ինքնահաստատվելու sense արտահայտվեմ։ Ֆիլհարմոնիկը հիմա հենց դրանով է հետաքրքիր։ Հետաքրքիր է նրանով, որ հնարավորություն է տալիս տարբեր ոճերի, տարբեր էքսպերիմենտալ ոճերի հանդես գալ ու հանրությանը ներկայացնել այն ինչը որ
իրանց մեջ է։ Տարբեր տեղերում նվագել ենք անկեղծ շատ երկար ժամանակավոր նվագում ենք 15 տարի է նվագում ենք թե Հայաստանում ենք նվագել թե Վրաստանում ենք նվագել թե Եվրոպայում ենք նվագել տարբեր հայտնի ու անհայտ խմբերի հետ ենք նվագել բայց գալիս է մի հատ պահ որ զգում ես պետքա մի քիչ ուրիշ հարթության մեջ մտնես Ինչ է նշանակում ուրիշ հարթություն ու հետաքրքիր է նաև ընդհանրապես մենակ համերգով չի ամեն ինչ չէ պայմանավորված է նաև թե ձեր համայնքի համար օրինակ ռոք լսողների համայնքի համար ընդունելի է այդ դահլիճը Այ հենց այդ է հարցը հա իրականում ընդունելի է որովհետև անելու ենք ներքնահարկը ինքը ահավոր ատմոսֆերիկ տեղ է եթե չեք եղել խորհուրդ եմ տալիս բոլոր մարդկանց ուշադիր լինել ֆիլհարմոնիկի էջին ու պարտադիր լինել բոլոր պերֆորմանսներին, որոնք որ լինում են տարածքում, ներքնահարկը հայտարարակ աուրայով տեղ է ու մենք էլ մտածել ենք մինչև համերգը բնականաբար փոքրիկ պերֆորմանս ունենանք, այսինքն այնտեղ հետաքրքիր վիզուալներ են լինելու, շատ չբացեն փակագծերը, բոլոր հետաքրքրված մարդիկ կարող են գալ տեղում տեսնել թե ինչա տեղի ունենալու ու ստեղ կա նաև միտք, որ մի փոքր մեր մասային ցույց տալ թե ինչա ֆիլհարմոնիկը ու երևի եթե տենց կլինի ֆիլհարմոնիկի մասային ցույց տալ թե ինչ ենք մենք Դուք եք մեկնաբանում ֆիլհարմոնիկը Մեր մասային բերել ֆիլհարմոնիկ որպեսզի մարդիկ տենան այդ զալը տենան թե այնտեղ ինչ արվեստ կա տեսնեն այնտեղ ամեն պատի ամեն անկյունը արվեստ է ամեն խճանկարը արվեստ է ամեն քարը արվեստ է ու մարդիկ տենան թե մենք ինչ ունենք, ինչ ժառանգություն ունենք, բնականաբար կարա մարդկանց մեջ հետաքրքրություն առաջանա ու մարդիկ փորձեն ավելի շատ հետաքրքրվել դրանով։ Այն ինչ որ մենք ունենք, որովհետև դա մեր կատարյալ ժառանգությունն է։ Մի տեսակ միքս ենք էլ։ Իսկ ընդհանրապես մետալ խմբերը ո՞նց են վերաբերում ժառանգությանը։ Ձեր ձևաչափին համահունչ է ընդհանրապես։ Խմբի անունը հայերեն թարգմանաբար նշանակում է կատարյալ ժառանգություն։ Այո։ Եվ ամեն ինչ ասված է, չէ՞։ Որովհետև մենք մեր Ինչու եք հատկապես ձեր խումբը կոչել կատարյալ ժառանգություն։ Որովհետև մենք օգտագործում ենք ահավոր շատ էթնիկ էլեմենտներ, թե հարմոնիայի մեջ, թե ռիթմերի մեջ, թե տեքստերի մեջ, մենք մեր տեքստերի մեջ գովաբանում ենք այն ինչ որ մենք ունեցել ենք, այն հրաշալի ու պայծառ հիշատակը, որը որ մեզ թողել են մեր պապերը չհասկանանք հենց մեր պապիկները, մեր պապերը ու մենք միշտ պետք է հիշենք թե մենք որտեղից ենք սկսել որովհետև եթե չես հիշում թե որտեղից ես սկսել դու չես իմանա թե ուր պետք է գնաս կորցնելու ես ճամփեն կծիկը կորելու է մետալ ժանրի ընդհանրապես երաժշտությունը ես գիտեմ ինչ որ շատ հերոսականությանն է անդրադառնում չէ շատ մասկուլինային ինչ որ մի բան կա, չէ՞, այդտեղ։ Դե նայած որ ոչի մեջ։ Հետաքրքիր է թե դուք ինչ, օրինակ ձեր ինչ երգեր եք երգում, ինչի մասին եք երգում։ Իհարկե։ Շատ կարևոր է, որովհետև գիտեմ, որ կարծեմ թե ձեր խումբը իրենք են, չէ՞, գրում, դուք եք գրում ձեր երգերը, այո։ Մենք թե երաժշտությունը, թե բառերը ամբողջ խմբով ենք գրում, ամբողջ խմբով աշխատում ենք, մշակում ենք ու ունենում ենք այդ երգերը, մետալ երաժշտության մասին գաղափարը լայն մասաների մոտ մի քիչ է։ Մետալ երաժշտությունը ինքը ահավոր շատ ժանրեր ունեցող երաժշտական ոճ է, որը պատժանրներ ունի։ Մենք կոնկրետ մեր համար ոչ ենք հորինը, անունը դրել ենք ethnic groove ու տենց առաջ ենք շարժվում։ Մեր երգերը տարբեր են ու չգիտեմ, ունենք երգ, որի անունը Armenians է, որը որ խոսում է մեր ազգի, մեր տեսակի մասին, թե ինչ տիպի է լինում լեռնցին, ոնց կարող է լինի գրկաբաց, բայց ոնց կարող է պատասխան տա ու հետ ուղարկի, երբ որ իր հանդեպ լավ չլինեն, ունենք երգ Վահագնի մասին, ունենք երգ Լույսի բանակի մասին, որը որ միշտ պայքարում է մթի դեմ։ Այո։ Ու տենց շատ բաներ, եթե ուզում եք ավելի շատ իմանաք, եկեք համերգին լսեք, ու ավելի པարզ կլինի։ Լավ, Լուսինե, եկեք խոսենք, թե այսօր ինչ փուլում է գտնվում ֆիլհարմոնիան։ Ես գիտեմ, որ այնտեղ վերանորոգում էր տեղի ունենում, այնտեղ աթոռներն են փոխվում, մթնոլորտն է փոխվում, չէ՞, ինչ որ։ Այո։ Ինչպես նշեցի, ծննդի փուլում է գտնվում, կարելի է այդպես ասել, այնց մի մեծ փուլ է, որը թերևս սկսվել է 3 տարի առաջ, ամսի ներողություն 2021 թվականից,
Վերջերս մեզ մոտ վերանորոգում չէր, կամ կարելի ասել մասամբ էր վերանորոգում, որովհետև փոխվեցին մեծ համերգասրահի։ Շուտով կխոսեմ նաև մեր մյուս համերգասրահների, այդ թվում եւ ներքնահարկի մասին, որի մասին մի փոքր նշեց Էմիլը։ Արնո Բաբաջանյանի անվան համերգասրահի աթոռներն ամբողջությամբ փոխվեցին, որոնք բավականին հին էին եւ տեղադրվել են նոր ակուստիկ առումով շատ բարձրակարգ աթոռներ, ու նաև գույնն է փոխվել, որը միջավայրային եւ էսթետիկ բավական մեծ փոփոխություն է առաջացրել։ Նաև հատակն է թարմացվել ու նմանատիպ տենց կոսմետիկ, թեթև, այսինքն նոր դիզայն, հա, ներսում։ Դե աթոռների փոփոխությամբ ինտերիերային, այո, բավական էական փոփոխություն է եղել, որովհետեւ նախկինում, եթե հիշում եք, աթոռները կարմիր էին, հիմա կանաչ են, բայց շատ համահունչ կանաչ, այսինքն պատերի ոսկեգույնի հետ sense ձուլվող կանաչ է ու անչափ գեղեցիկ է։ Սիրով հրավիրում ենք մեր մոտակա համերգների մրցույթ։ Եվ դա կոնցեպտուալ իմաստով ինչ է նշանակում այդ կարմիրը կանաչով փոխարինելը, դա ինչ որ, այսինքն բովանդակային իմաստով որևէ բան փոխում է դա։ Շատ մեծ բովանդակություն իրականում չենք դրել աթոռների գույնի մեջ, բայց կարող ենք այս պահին կապել ու դարձնել հենց այն ծաղկելու փուլին կպնող գույն։ Ու նաև մի փոքր փորձել ենք տարբերվել ինչ առումով, որ բոլոր համերգասրահներում ու թատրոններում, եթե sense գլոբալ նայենք, Հայաստանում, Երևանում կարմիր են աթոռները, մենք փորձեցինք այդ առումով մի փոքր տարբերվել ու նաև մի անգամ էլ ասեմ, շատ համահունչ է պատերին։ Դուք ուզում եք ավելի շատ երիտասարդացնել 100-ամյա ֆիլհարմոնիկը այդպես թե այո, դե բնականաբար միշտ մեր նպատակների սկզբում դրված է ավելի շատ երիտասարդների գրավել մեր դեպի մեզ, դեպի բարձր արվեստ, դեպի որակյալ երաժշտություն, դա մեր առաքելությունն է, այսինքն լսարանին մշակութապես կրթելը եւ բնականաբար հասկանում ենք, որ ամեն ինչ երիտասարդներից է պետք սկսել։ Մենք ունենք նաեւ երեխաների համար հատուկ կրթական ծրագիր, մեր Ֆիլոն, որը պետական ծրագիր է, որը իրականացնում ենք մենք մեծ սիրով ու խանդավառությամբ։ Ամեն ուրբաթ օր ժամը 2-ին մեզ մոտ բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ են գալիս եւ տեղի ունենում մաստեր կլասային հանդիպում տարբեր ժանրերի երաժիշտների հետ ու ոչ միայն երաժիշտների, նաև օրինակ հնչյունային ռեժիսորների, օպերատորների։ Եվ ինչ են սովորում։ Ամեն ինչ, սկսած էտիկետի կանոններից, ինչպես պետք է իրենց դրսևորեն դահլիճում, երբ ծափ տան, երբ ծափ չտան, լուր մնան, նմանատիպ էտիկետի տարրական կանոններ, որոնք ցավոք սրտի շատ մեծահասակներ, օրինակ մեր օրերում չունեն ու չգիտեն։ Ծանոթացնում եք միգուցե ժանրերին, հա, նաև այո, ամեն անգամ օրինակ, եթե թավջութակահար է մեր այդ օրվա հյուրը, պատմում է թավջութակի մասին, երեխաներին հասանելի լեզվով, բովանդակությամբ, բնականաբար ոչ ակադեմիկ եւ բարդ տեքստերով, ու շատ ինտերակտիվ է լինում, այսինքն երեխաները անգամ օրինակ, եթե երգչախմբային դաս է, երեխաների հետ փոքր կտորներ են փորձում երգել, ինտեգրել իրենց, վերջում անգամ ամփոփում ենք, հարցեր ենք տալիս ինչ սովորեցին ու դուք ուղղակի պիտի տեսնեք երեխաների ոգևորվածությունը, sense մեծ սերը, հետաքրքրվածությունը դեպի արվեստ, դա մեզ անչափ ոգևորում է իրականում։ Նպատակը հիմնականում ֆիլհարմոնիկը միշտ ակտիվ գործունեության մեջ պահելն է։ Այո, բնականաբար, եւ օրը 24 ժամ այնտեղ ինչ որ մի բան է տեղի ունենում, թե միայն երեկոները, համերգները, շատ ճիշտ ասացիք, մեզ մոտ 24/7 միշտ ինչ որ մի բան է տեղի ունենում։ Վերջերս անգամ Կիրակի օրերը չենք դադար առնում, Կիրակնորյա հատուկ նախագիծ ունենք, որի նպատակն է, այսպես ասած, շենքը հնչեցնել։ Մենք հրավիրում ենք տարբեր արտիստների, ովքեր 2 ժամ առավոտյան 11-ից մինչև 1-ը
կատարում են իրենց երաժշտական ստեղծագործությունները եւ մենք բացում ենք դահլիճի բոլոր պատուհանները եւ դռները, որպեսզի երաժշտությունը ամբողջությամբ դրսում լսվի, նաեւ այո ինչու նպատակը իրականում շենքը հաղորդակից դարձնելն է, այսինքն որ այստեղ երաժշտական օջախ է ու նաեւ նորից մարդկանց գրավել դեպի ներս, դեպի երաժշտություն, ովքեր ցանկանում են կարող են մտնել, դուրս գալ այդ 2 ժամվա ընթացքում։ Այդպես։ Եկեք խոսենք նկուղային տարածքի մասին, այդ underground, չէ՞, ինչը որ միշտ ռոք համայնքին գրավել է, չէ՞, այնպես իրենք սիրում են այդ տարածքները։ Դա ինչ պատմություն ունի, նախկինում ինչ էր այդտեղ եւ հիմա ինչ է դարձել։ Նախկինում պարզապես լքված տարածք էր, որքանով որ ես եմ տեղյակ, այսինքն չէր օգտագործվում համերգային նպատակներով, ոչ թե նկուղային, այլ մեր առաջին հարկն է դա ըստ էության։ Իսկ հիմա ինքը լիարժեք գործող համերգասրահ է, հենց underground-ային միջավայրով ու անչափ գրավիչ է այդ առումով։ Եվ ակուստիկ իր բոլոր հնարավորություններով։ Պատերն ամբողջությամբ տուֆե պատեր են, ինչպես դրսից է, այնպես էլ ներքին պատերը տուֆից են ու ինտերիերային առումով շատ հետաքրքիր են ու նաև մեր լուսային գերազանց մասնագետների շնորհիվ ամեն անգամ, հավատացեք, տարբեր ատմոսֆերա է ստացվում, նաև անիմացիոն լուծումների միջոցով, այսինքն տարբեր անիմացիաներ են լինում պատերին, լուսային մի փոքր այլ մոտեցումներ եւ մթնոլորտը միջավայրը լրիվ փոխվում է համապատասխանում այդ օրվա միջոցառման, այսինքն դուք հնարավոր է տեսնեք լուսանկարներ 2 տարբեր միջոցառումներից, օրինակ պոեզիայի երեկո է եղել եւ մետալ խմբի համերգ եւ չհասկանաք, որ դա նույն տարածքում է։ Եվ ակուստիկ առումով էլ հրաշալի է պարզապես։ Եվ շատ հետաքրքիր է, որ ձմեռներն այնտեղ բավական ջերմ է, իսկ ամառները լավ զով։ Հետաքրքիր է։ Էմիլ, նախկինում որտեղ եք ելույթ ունեցել եւ արդյոք ընդհանրապես ձեզ համար տարածքները որքանով է կարեւոր եւ ինչ եք ակնկալում տարածքներից, ինչպիսին պիտի լինի մետալ խմբերի տարածքները, որպեսզի դուք ձեզ հարմարավետ զգաք եւ համերգները լիարժեք անցնեն։ Հարմար լինելու համար պետք է ստադիոն լինի։ Հարմարը ստադիոնն է։ Բայց քանի որ Հայաստանում հնարավոր չի դա անել, դուք կկարողանաք, եթե ձեզ ստադիոնը տան, դուք ձեր խումբը կկարողանա ստադիոնը լցնել։ Այդքան մարդ լցնել։ Այո։ Խնդրում եմ ձեզ, Հայաստանում այդքան մետալ լսող մարդ չկա։ Դե տեսնում եք։ Դե հա, չէ, դե նկատի ունեմ вообще, ընդհանրապես մետալ խմբի համար ամենաթույն հարմար տեղը նվագելու է ստադիոնն է։ Open air երբ որ նվագում ես, շատ ավելի հարմար է, շատ ավելի կոմֆորտնի է ու լիքը ավելի հետաքրքիր շոուներ կարելի անել։ Բայց դե հետ գանք մեր իրականություն, որտեղ ենք նվագել, երևի բոլոր տեղերում նվագել ենք, Երևանում ինչքան հնարավոր տեղ կա, սկսած ստոպից, վերջացրած Թոնլաբով, բոլոր տեղերում նվագել ենք, բայց օրինակ Բաբաջանյանում չենք նվագել, Ֆիլոյում։ Սա առաջին անգամ է։ Առաջին Բայց մեր պաշտոնական անվանումը, այսինքն մեր անունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիա։ Ֆիլհարմոնիկ չենք ասում, ինչի, որովհետև շատ հաճախ շփոթ է տեղի ունենում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մենք ֆիլհարմոնիան ենք, իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբը արդեն առանձին գործող կառույց է։ Ամեն դեպքում համերգասրահը կոչվում է Առնո Բաբաջանյանի անունով, թե ոչ։ Շենքը մենք կոչում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահի շենք, որը պատմական հիմք ունի, գիտեք, ինչքան հին եւ ամուր լավ շենք է, իսկ կառույցը ֆիլհարմոնիա, Հայաստանի պետական ֆիլհարմոնիա։ Լավ։ Մի փոքր խճճված է, բայց այդ հարցերն էլ ենք շուտով ճիշտ կոմունիկացիայի միջոցով տեղը դնելու։ Իսկ ինչ է պետք դրա համար, ինչ որ խնդրային թեմաներ կան այդ առումով։ Տարիներ շարունակ նույն անունն է, չէ՞ գրել։ Նույն անունն է գրել, բայց նույն շփոթը, որ լինում է ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի միջև, շատ տարածված է եւ շատ մարդիկ պարզապես չեն տարանջատում, չեն զանազանում։ Դա ճիշտ է, որ ավելի շուտ հետխորհրդային շրջանում է այն կոչվել, այսինքն 2000-ականներին է այն կոչվել Առնո Բաբաջանյանի անունով։ Այո, 2005 թվականին է անվանակոչվել Դահլիճը Բաբաջանյանի անունով, իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1930 թվականին։ Այն ժամանակ
նրա կազմում են եղել բազմաթիվ տարբեր կոլեկտիվներ, այդ թվում եւ ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Պարզապես կոլեկտիվները մեծացել են, աճել են, առանձնացել են եւ ֆիլհարմոնիկն էլ այդ թվում առանձնացել է, գնացել է Արամ Խաչատրյան համերգասրահ, իր հետ տանելով ֆիլհարմոնիկ անունը։ Այո, որտեվ ի սկզբանե նվագախումբը սիմֆոնիկ է կոչվել, այնուհետև վերանվանվել ֆիլհարմոնիկ։ Ու այսօր ունենք այդ մի փոքր շփոթը երկու կառույցների միջև։ լավ, վերադառնանք ձեզ, Էմիլ, կարծես Ես մեր կասեմ զրույցը, այո, կիսատ մնաց։ Իրականում շատ կարևոր տարբեր ֆակտորներ կան, որոնցից ամենակարևորը բնականաբար այդ ձայնն է ու լուսային թե ինչ տեխնիկներն են աշխատում, ինչ տեխնիկա կա։ Այսքան ժամանակ բոլոր տեղերում որտեղ որ եղել եմ, ամենաիդեալականը, որ դրանից ենքոն ոչ մի բան չի կարող լինի, բնականաբար ֆիլոնն է, որովհետև շատ հարմար է, էլի թե սաունդն է շատ լավը, լավ ձիգ, հենց ոնց որ մեր համար նախատեսված սաուнд լինի, որ հնարավորինս կոմֆորտ զոնայում ենք։ Դե լույսի մասին չեմ ուզում ընդհանրապես խոսամ, այս մասնագետներ կան լույսի, որ թիվ 1 մասնագետները այո այնտեղ են ու կարանք հաստատ հանգիստ լինենք, որ ամեն ինչ իդեալական կանցնի, բնականաբար շատ կարևոր է թե ինչ ատմոսֆերա կունենա այդ տեղը։ Էլի այս առումով ֆիլոն հաղթում է, որովհետև այդ կարմիր պատերը, կարմիրը չէ, տուֆա էլի, կարմրավուն, լավ, կարմրավուն պատերը, այդ կամարները, այդ ամեն ինչը իրոք տրամադրում է նրան, որ միստիկ շատ ուժեղ համերգ տեղի ունենա։ Այսինքն իմ կարծիքով այս ամբողջ ընթացքում ինչ փորձել ենք, այս լինելու է մեր ամենահաջողվածը։ Հետաքրքիր է, իսկ եթե խոսենք առհասարակ մետալ խմբերի գործունեության կամ ընդհանրապես հանդիսատես ունենալու եւ համայնք ունենալու հետ կապված մի քիչ խորանանք, որովհետեւ գիտեմ տարիներ շարունակ եւ այսօր էլ հիմնականում այդպես է, այդ խմբերը ավելի մարգինալ են եղել, քիչ են եղել այդ խմբերի համակիրները, այդ լսողները, սիրողները, չէ։ Հիմա ինչպես է, օրինակ, ինչպես է գնահատում։ Հայաստանում հիմա կան շատ լավ մետալ խմբեր, թե ռոք խմբեր, թե մետալ խմբեր, որոնք որ նվագում են իրոք շատ բարձր մակարդակի երաժշտություն, թե տեխնիկական առումով, թե ճաշակային առումով, հանդիսատեսն էլ կա։ Շատ չի, բայց կա, բայց շատի մեջ չի կարևորը, կարևորը որակի մեջ է։ Ավելի լավ է մեզ լսի 2000 հոգի որակով հասկացող Homo sapiens, քան լսի, չգիտեմ, մի 100,000 ավստրալոպիթեկ։ Իսկ ո՞րն է ձեզ համար որակյալ հանդիսատեսի չափանիշը։ Մարդ, ով որ գալիս է համերգ ու գիտի թե ինչի է գալիս։ Գիտի որ գալիս է ինչ որ գաղափար լսելու համար։ Գալիս է ինչ որ մեղեդի լսելու, փշաքաղվելու համար։ Գալիս է ապարելու այդ ամեն ինչը իր մեջից հանելու համար, ագրեսիան այդտեղ թողնելու ու բարի մարդ դուրս գալու համար։ Մարդ, որը որ կարդացած է, մարդ, որը որ կրթված է, մարդ, որը որ չի ալարել, ինքնահղկվել է։ Իսկ մեր մասան ես վստահեցնում եմ տենց մասը, թե այն երաժիշտները, որոնք որ ստեղծագործում են ռոք ու մետալ ժանրերի մեջ, ու թե իրանց լսողները, չեմ ասում բոլորը, բնականաբար բոլորը տենց բար գոյություն չունի։ Մի 90%-ը իրար արժանի լավ մակարդակով մարդիկ են, բարի մարդիկ են, խելացի մարդիկ են, ովքեր որ այդ բարդ երաժշտությունը կարող են ընկալեն։ Իսկ ընդհանրապես դուք արձագանքում եք կամ ձեր խումբը սոցիալական կամ ասենք քաղաքական, հասարակական, այսպես թեմաներին, որևէ ձևով բողոքի կամ ինչ որ ձևով ձեր ներկայությունը ցույց տալու իմաստով։ Դեռ ոչ, բայց դեռ մտածում եք այդ ուղղությամբ։ Դե կարա գա ինչ որ մի բան, вообще որովհետև այսպես ռոք խմբերը կամ մետալ խմբերը իրենք արձագանքել են միշտ հասարակական բոլոր շարժերին, չէ։ Ուղղակի մի տեսակ լավ երաժիշտ չզբաղվել պոլիտիկա, էլի։ Երաժիշտը պետքա երաժիշտ մնա։ Տեքստերում թե մենք ինչ կասենք, կլինի այդ տեքստը, բնականաբար այդ ենթատեքստը հաստատ կլինի։ Հասկացողը բնականաբար կհասկանա, չհասկացողը չի հասկանա, ուրեմն պետք էլ չի։ Իսկ ձեր գոլեգաները Եվրոպայում, Ամերիկայում եւ այլն բոլոր երկրներում նույնպես այդպես են մտածում, որ լավ երաժիշտները պոլիտիկայով չեն զբաղվում։ Չէ, նույնիսկ չեն մտածում, չէ։
բնականաբար տարբեր մարդիկ տարբեր ձև են մտածում, տարբեր խմբեր տարբեր ձև են առաջնորդվում։ Խումբ կա, որ սատանիստական է, խումբ կա, որ քրիստոնեական է, խումբ կա, որ դեմոկրատ է, կա, որ չգիտեմ, կան էլի այդ ամեն ինչը կա։ Այդ մոտեցումից է գալիս։ Մենք այս պահին նախընտրում ենք մի քիչ ուղակի մեր ժողովրդի մեջ արտանցնենք այն ինչ որ ինքը ունեցել է։ Դուք բարի ագրեսիվներից եք։ Մենք ընդհանրապես ագրեսիվներից չենք։ Բայց ինչ որ մի ագրեսիա պիտի լինի ամեն դեպքում մետալի մեջ, թե ոչ, առողջ գուցե։ Պոլիտկորեկտ ագրեսիվ ենք։ Այո։ Գուցե։ Լուսինե, եկեք վերադառնանք ֆիլհարմոնիա եւ փորձենք ամփոփել մեր զրույցը, առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, ինչ եք նախատեսում։ Ընդհանրապես կուզեի այս հարցին պատասխանեք սկսելով թե օրինակ ինչ սկզբունքով եք ընտրում հերթական խմբերը, այ օրինակ Perfect Legacy Metal խումբը, օրինակ ինչպես ընտրեցիք եւ կան որոշակի սկզբունքներ, թե ինչպես եք ընտրում։ Այս հարցին հրաշալիք պատասխանի մեր պրոդյուսերական թիմը։ Ես մի փոքր այլ ուղղվածություն ունեմ եւ ընտրության հարցում ըստ էության ներգրավված չեմ, բայց իմ տվյալներով շատ ընկերական հիմունքներով են հաճախ լինում, այսինքն հենց Perfect Legacy խմբի բոլոր անդամները մեր ընկերներն են, մեր երաժշտական համայնքի անբաժան մասն են, հաճախ են թեկուզ անցնելիս մտնում մեզ մոտ, տարբեր զրույցներ ենք ունենում, տարբեր հանդիպումներ ու կոնկրետ այս համերգը թերևս Էմիլը ավելի լավ է տեղեկ, թե ինչպես մտահղացումը եղավ, կասես։ Դե հա, իրականում այս թեման շատ երկար է եղել մեր ուղեղների մեջ, կոնկրետ մեր խմբի, որովհետև ոնց որ նշվեց, մենք ֆիլհարմոնիկան ընդունում ենք որպես մեր շատ հարազատ տեղ, այնտեղ որտեղ որ միանշանակ երբ անցնում ենք այդտեղով հաստատ մտնում ենք մի հատ տարածքում տեսնում ենք ով կա, ով չկա, բարևենք, մի երկու բառ շփվենք, կարոտներս առնենք, գնանք, շատ երկար մտածել ենք այս համերգի մասին, ուղղակի առաջարկեցինք։ Լավ, երբ է լինելու համերգը։ Ամսի 10-ին, այս ամսի 10-ին է լինելու, մենք ենք լինելու եւ վանականն է լինելու, վանականն էլ արտակարգ խումբ է։ Խորհուրդ եմ տալիս լսել, գալ համերգին, ուրախանալ, տժալ մայիսի 10-ին ժամը 7-ից սկսած։ Լուսնե, իսկ առաջիկայում ինչ է սպասվում այս ամիսը, ընդհանրապես գարնանային ամիսները, ամռանը մոտ մարդիկ արդեն տրամադրվում են համերգներին եւ միջոցառումներին։ Այո, առաջիկայում ունենք շատ հետաքրքիր նախագծեր, որոնցից մեկի մասին արդեն երկար խոսեցինք, ամսի 10-ին է դա, ամսի 14-ին ունենք բավական հետաքրքիր համերգ, իտալացի երաժիշտների խումբ է լինելու մեզ մոտ։ Եվ ամսի 23-ին, մայիսի 23-ին ունենք Ella Fitzgerald-ին երգերին նվիրված ընդհանուր առմամբ նրան նվիրված շատ հետաքրքիր ջազային համերգ։ Ամսվա վերջին, ամսի 28-ին ունենք Վահան Արծրունու հեղինակային երեկոն եւ նմանատիպ այլ նախագծեր ունենք նաեւ դասական երաժշտության։ Նոր էքսպերիմենտներ սպասվում են։ Այո, իհարկե, մեզ մոտ ես իդեպ չխոսեցի մեր մյուս նոր էքսպերիմենտալ սաունդրոմի մասին, այսպես ասում ենք, այդպես ենք ասում եւ պայմանական անուն ունենք անգամ Շուշիկի ձայնային ստուդիա։ Շուշիկին Կոմիտասի համանուն ստեղծագործության անունն է։ Դա տենց շատ պայմանականորեն ենք դրել, բայց մինչեւ այսօր այդպես ենք կոչում։ Դա եւս նոր ակուստիկ առումով շատ գրագետ փոքր համերգասրահ է, որտեղ շատ կամերային հանդիպումներ են լինում երաժշտական ու նաև շատ հաճախ փորձատեղի է ծառայում երաժիշտների համար, հենց Էմիլենց խումբը այնտեղ է բարբերաբար փորձեր անում։ Ձայնագրման հնարավորություններ։ Այո, ձայնագրման հնարավորություններ էլ կան, ակուստիկ առումով շատ գրագետ է կառուցված։ Եվ ատմոսֆերային առումով էլ բավական հետաքրքիր է, ընդհանուր առմամբ black box տարբերակով է, բայց կարելի է ստանալ ամեն ինչ ուզենք։ Ու այդտեղ եւս հենց ասում են էքսպերիմենտալ առաջին հենց Շուշիկի սենյակն է մտքներից գալիս, հենց այդ տարածքում են շատ էքսպերիմենտներ լինում։ Շատ լավ, թերևս այսքանը, եթե ավելելու որևէ բան ունեք։ Սիրով միշտ համեցեք Հայաստան պետական ֆիլհարմոնիան գրկաբաց սպասում է բոլորիդ։ Շատ լավ, Էմիլ, դուք։ Չէ, դա ես էլ ավելացնելու բան չունեմ, ինչ պետք էր արդեն ասվեց։ Շնորհակալություն։ Ես ռադիոլսողին հիշեցնեմ, որ զրուցակիցներս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի
կապերի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյանն էր եւ Perfect Legacy Metal խմբի համահիմնադիր վոկալիստ Էմիլ Խոսրովյանը։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։